Բարևձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գեցոնեն գահորդենք լուրերը։ Փաշինյանի իշխանությունները ի վերջո հրաբարագեցին Արցախյան դակնավին առնչվող փաստաթուղթեր, որոնք դեղատրվեցան կառավարության գայքեջին վրա։ Փաստաթուղթերուն շարքին են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նամակը ուղղված Ռուսիա նախագահ Վլադիմիր Պուտինին, Մինսկի խումբին կատարած առաջարկները, Գրակովի և Կազանի փաստաթուղթերը և այլ վավերաթուղթեր, սակայն հրաբարակված փաստաթուղթերուն շարքին չեն QST բանակցություններուն արձանագրությունները, որոնք մեծ կարևորություն կներկայացնեն Արցախյան դակնավին լուծման նպատակով կատարված առաջարկներուն իմաստով։ Չհրաբարակվեցավ նաև Մինսկի խումբին համանախագահներուն կողմէ 2019-ին կատարված լուծման առաջարկին Հայաստանի պաշտոնական պատասխանը, որ կարևոր հանգամանք մնե Արցախյան բանակցություններուն հոլովույթին մեջ։ Ռուսիա արտաքին գործոս նախարարության պամպեր Մարիա Զախարովա հանգամանորեն անդրադարձավ Արցախյան բանակցություններուն վերաբերող փաստաթուղթերու Փաշինյանի կառավարության կողմէ հրաբարակման եւ հայտարարեց, որ Հայաստանն է, որ ընդհատած է բանակցությունները, երբ գար դակնաբու լուծելու հնարավորություն։ Զախարովա հիշեցուց 2021-ին Մինսկի խումբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը, ուր ան փաստերով ապացուցեց, թե Նիկոլ Փաշինյանի 44-օրյա պատերազմի ագունքները խորակրյալ հոդվածի մեջ կատարած բնդումները իրականության հետ առնչություն չունին, թե Ռուսիա առաջարկը կառաջնորդեր 7 շրջանները Ադրբեջանի վերադարձվելուն առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու։ Ան հայտարարեց, որ բանակցությունները կանոնավորապես կատարված են մինչև 2018-2019 թվականները, երբ Փաշինյան փաստացիորեն ընդհատեց առարգայական երկխոսությունը։ Հիմնական հարցը այն է, թե ով է պատասխանատուն հնարավորությունները մսխելուն։ Այս հարցումը Հայաստանի քաղաքացիներուն թող պատասխանեն այս պետության ղեկավարները, ընդգծեցան։ Քննչական կոմիտեի շենքին մեջ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կողմէ ձերբակալվեցավ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյան, որուն նկատմամբ հարուցվեցավ քրեական հետապնդում խումբ անձերու կողմէ նախնական համաձայնությամբ հանդիսավոր վայրի մեջ ապօրինի կերպով թմրեցուցիչ գործածելու հոդվածով։ Պաշտպան փաստաբան Արսեն Բաբայան բացահայտեց, որ իր պաշտպանյալը ձերբակալված է 2018-ին ամենայն հայոց կաթողիկոսին դեմ արշավի ձեռնարկած անձիմը պայուսակին մեջ թմրեցուցիչ զետեղելու մեղադրանքով։ Ձերբակալության են ժամեր ետք դատավոր Մասիս Մելքոնյան արձակեց Արշակ Սրբազանը 2 ամիսով գալանավորելու վճիրը։ Այս դատավորը Հայաստանի մեջ հառաձանոտ է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձեր գալանավորելու իր վարքագծին համար։ Ան նախապես գալանավորելու վճիրներ արձակած էր Պակրատ և Միքայել Սրբազաններուն դեմ։ Խումբ եպիսկոպոսներ հրապարակեցին նոր հայտարարությունը և գոչերին ամենայն հայոց կաթողիկոսին, որ գամովին հանգստյան գոչվի իսեր եկեղեցվո և ժողովուրդին։ Անոնք ակնկալեցին, որ Գարեգին երկրորդ ճիշտ կերպով կգնահատե իրավիճակը և ազգն ու եկեղեցին ավելորդ ցնցումներու չառաջնորդեր։ Դեղին է նշել, որ այս եպիսկոպոսները ցարտ հրապարակած են 3 հայտարարություններ, որոնք լույս տեսած են Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակին մեջ։ Անոնց շարքին է Նավաստարտ Գջոյան Սրբազանը, որ նախկին իշխանություններուն հետ սերտորեն գործակցած է եւ քանի մը կայտաղություններու գետրոնական հերոսն է։
Այս հայտարարության հրաբարակում են քանի օր ետք 27 եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ հայտարարությամբ իրենց հավատարմությունը հայտնեցին ամենայն հայոց կաթողիկոսին, անընդունելի եւ վտանգավոր համարելով եկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ։ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան հայտարարեց, որ հանդիպում ունեցած է Արցախի թեմի առաջնորդ Վրտանես եպիսկոպոս Աբրամյանի հետ ու լսած անոր հիմնավորումները, թե ինչ հանգամանքներու տակ մասնակցած է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Շահրամանյան հետաքրքրված է, թե հանդիպումին մասին Սրբազանը նախապես տեղյակ պահած է ամենայն հայոց կաթողիկոսը։ Արցախի առաջնորդը պատասխանած է, թե վեհապարը տեղյակ չէր իր մասնակցության մասին։ Շահրամանյան նաև չբացահայտեց, թե Վրտանես Սրբազան ինչ բացատրություններ տված է Փաշինյանի այցելության նպատակին մասին։ Դեղին է նշել, որ Փաշինյանի հետ հանդիպում են ետք Արցախի թեմական խորհրդի անդամները հորդորած էին, որ Վրտանես Սրբազան հրաբարակ է հայտարարությունը եւ ներողություն խնդրե բռնակախտված արցախցիներն։ Ան հրաբարակեց հայտարարությունը, սակայն ներողություն չխնդրեց։ Որոշ տեղեկություններ հրաբարակվեցան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնախումբերու վերջին հանդիպման մասին, որ տեղի ունեցավ Ադրբեջանի Գաբալա շրջանին մեջ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերություններու հանձնախումբի նախագահ Սարգիս Խանդանյանի համաձայն սահմանազատման ուղղությունը անփոփոխ մնացած է։ Անիկա պիտի շարունակվի հյուսիսեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմաններու հատման գետեն, այնուհետև պիտի կատարվի հարավային ուղղությամբ հյուսիսեն հարավ մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի Իրանի հետ սահմանը։ Սահմանազատման հանձնախումբերու հաջորդ հանդիպումը պիտի կայանա Հայաստանի մեջ, սակայն օրն ու վայրը դակավին որոշված չեն։ 2 տարի առաջ Արցախի ազգային ժողովը հարաճացուց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներու պաշտպանության հանձնախումբը, որ իր գործունեության 2 տարին ամփոփեց հագիրճ զեկույցով եւ հայտարարությամբ, ուր կնշվի, թե հանձնախումբին առաքելությունը կմնա անհրաժեշտ եւ խորաբես արտիական։ Հակառակ լուրջ մարտահրավերներուն, ներառյալ Հայաստանի ներկա իշխանություններուն անդարբերությունը, հանձնախումբը շոշափելի արդյունքներու հասած է իրավական, քաղաքական եւ դիվանագիտական հարթակներու վրա։ Անցյալ 2 տարիներուն հանձնախումբին հիմնական աջակիցները եղած են դարբեր երկիրներու մեջ գործող հայտարարի հանձնախումբերը, Christian Solidarity International գազམ་ագերբությունը, ինչպես նաև շարք հայկական եւ օդար գազམ་ագերբություններ եւ անհատներ Հայաստանեն եւ Սփյուռքեն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև գենսական համարեց, որ Հայաստանեն բռնակախտված ադրբեջանցիներուն վերադարձը ապահովվի եւ առնվին քայլեր հայերու կողմէ կատարված մարդկության դեմ ոճիրները միջազգային օրենքի ձիրի մեջ գնահատականներ ստանալու համար։ Ըստ Ալիևի, ադրբեջանական ժողովուրդը վերջին 2 տարերուն ընթացքին դեղահանված է իր հայրենի հողեն եւ ցեղասպանության ենթարկված Ադրբեջանի մեջ ապաստան գտնելով։ Ալիևի այս հայտարարություններում մեջ հստակ 2 ուղղություն գոյություն ունի։ Հայաստանը ընկալել իբրև արևմտյան Ադրբեջան, որուն ադրբեջանական ժողովուրդը ցեղասպանության ենթարկված է։ Այս եզրույթը նոր բանաձևում մնե, որ գործածվի Ալիևի կողմէ։ Մինչդեռ Փաշինյանի վարչախումբը
շատ ուրախ է, որ ադրբեջանցիները Հայաստան պիտի վերադառնան ոչ թե հրասայլերով, այլ ինքնաշարժներով։ Ադրբեջանի արտաքին գործոստ նախարար Ջեյհուն Բայրամով Եվրոպայի ապահովության և համագործակցության գազམ-ագերբության նախարարական խորհրդի 32-րդ նիստին ընթացքին հայտարարեց, որ Հայաստանի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները հնարավորություն կստեղծեն խաղաղության համաձայնագրին վավերացման համար։ Աննշեց, որ գոյություն ունեցող հողային պահանջներու բացառումը Հայաստանի սահմանադրութենեն հնարավորություն կտա հաստատելու վերջնական խաղաղությունը։ Դեղին է նշել, որ մինչ Ադրբեջան կշարունակե պահանջել Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, Փաշինյան կպնդե, որ սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջով չէ, որ պիտի կատարվի։ Ազգային ժողովի ղեկավարությունը մերժեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Դոնոյանի թիմումը 44-օրյա պատերազմին հանգամանքներու մասին զեկույցին փոխանցության ծանոթանալու վերաբերյալ։ Զեկույցը, որ քանի հազար էջերի կփոխանա, հասանելի չէ եւ գարիկը գա հadouk արտոնության զայն գարտալու համար։ Դոնոյան կբաժարապանե, որ իր մասնակցությամբ կատարված արձանագրություններուն ծանոթանալու իրավունք ունի, իսկ իշխանության մերժման բաժարապանությունը այն է, թե Դոնոյան ներկայիս իրավական կարգավիճակ չունի փաստաթուղթին ծանոթանալու համար եւ թե անիկա զեկույց չէ։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Արաքելյան այլ արդարոց բաժարապանություն մնալդվավ, թե ազգային ժողովի կանոնագարկ օրենքի 25-րդ հոդվածով փաստաթուղթը զեկույց չէ, բայց թե անիկա ինչ է, Արաքելյան բարձրապես ասավ, որ կդժվարանա ասել, թե փաստաթուղթի անվանումը ինչ է, որովհետև անիկա անուն չունի, բարձրապես ապացուցելով, թե իշխանությունները ինչպիսի անլուրջ վերաբերում ունին ավերիչ պատերազմին մասին զեկույցի նկատմամբ, իսկ թե ինչու զայն չեն հրապարակեր, այլ հարցումներու եւ կասկածներու թուր կպանա։ Մինչ այդ 5 զորավարներ մեղադրանքներու տակ են պատերազմի ժամանակ անկործության եւ անփութության մեղադրանքներով, սակայն դարօրինակը այն է, թե Նիկոլ Փաշինյանի առաջարկով նման մեղադրանքներու տակ գտնվող զորավարներեն Գրիգորի Խաչատուրով բարգեւադրված է մարտական խաչկանշանով, իսկ զորավար Դիրան Խաչատրյան արժանացած է ազգային հերոսի կոչման։ Եվ վերջապես քաղաքային լուրմա։ Համազգայինի Դիտրոյթի շրջանի Արաքս բարախումբը դպավորիչ ելույթով մնշեց իր հիմնադրության 20-ամյակը։ Գլխավոր բարուսույց Նայիրի Գարաբեդյան, օգնական բարուսույց Դիկրան Կալլան եւ այս տարիթով Լիբանանեն ժամանած բարուսույց Գարոտ Հանեշյան հաջողեցան հայկական բարերու գեղեցիկ փունչովը բարախումբը ներկայացնել գեղարվեստասեր հանրության։ Ելույթին պատման խոսք արձանեցին վարչության ադենաբեդուի Շողեր Ուրլյան եւ բարող Գարոտ Համակորձյան, ապա իրարու հաջորդեցին հայկական բարերը, որոնք մեծ խանդավառություն ստեղծեցին սրահի մեջ։ Ելույթին իրենց մասնակցությունը բերին Էրիկա Հակոբյան, Մարտիկի երգը եւ Երևան Երեբունի երգերով, ինչպես նաեւ Գոհար Գարաբեդյան, Սարգիս Դոնիգյան, Սոֆի Դակեսյան եւ Սևակ Դաբաղյան, որոնք խմբային ասմունքով ներկայացուցին Չարենցի Եսիմանուշ Հայաստանի բանաստեղծությունը։ Ավարտին փեմ հրավիրվեցան
բարուսույցները, գամավոր աշխատողները, բարախումբին անդամները և բարախումբին հիմնադրման շրջանին վարչության ադենաբեդուհի Հերմինե Մանուկյանը, որ գնահատեց խումբին 20-ամյա աշխատանքը և հաջողություն մաղթեց բարախումբին։ Իսկ այժմ հարցազրույցի մեր հյուրն է Ոսկանաբադ վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Ի վերջո հրապարակվեցան Արցախյան բանակցային հոլովույթին վերաբերող փաստաթուղթեր։ Արդյոք հրապարակված են բոլոր փաստաթուղթերը։ Իսկ հրապարակված վավերաթուղթերը կարելիություն կընձեռեն ընդհանուր պատկերացումը ստանալու բանակցություններում բովանդակության մասին։ Այո, հրապարակվել են փաստաթղթեր, բայց կոչել որ դա ամբողջական փաստաթղթ է կամ բանակցային փաթեթ իհարկե չի կարելի։ Ավելին ասեմ, երևի թե 1%-ն էլ իրական բանակցային փաթեթի այդ փաստաթղթերով չի հրապարակվել։ Եվ նորություններն է որպես այդպեսին այդքան շատ չէին, որտեղ եթե թեմային ծանոթ մարդիկ հետևել են ընթացքին, նրանք բոլորը շատ լավ գիտեն, որ այնտեղ կային նույնիսկ հանրային ելույթներից բերված մեջբերումներ։ Օրինակ Սերժ Սարգսյանի խորհրդարանում ասված տեքստերը որպես բանակցություններ առնչվող փաստաթուղթ է ներկայացվել այս իշխանությունների կողմից։ Կամ փաստաթղթեր, որոնք արդեն իսկ հրապարակված են եղել Կազիմիրովի կողմից իր կայքում, իր գրքերում եւ այլն։ Նույնիսկ կար փաստաթուղթ, որի իրականությունը ինձ համար խիստ կասկածելի է, ավելի ճիշտ կասեմ, որ վստահ եմ, որ նման փաստաթուղթ չի եղել։ Խոսքը Մեղրիի փոխանակման ծրագրի մասին է, որի սկզբնաղբյուրը հայկական ժամանակ թերթն է, այսինքն ինքը իր թերթում 2008 թվականին քաղաքական նպատակներից դրդված հրապարակումը ներկայացել է որպես բանակցային փաթեթ։ Բայց իհարկե այդ ամենով հանդերձ եղել են նաև հետաքրքիր փաստաթղթեր, խոսքը առաջի հերթին 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից որպես առաջարկ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ներկայացված փաստաթուղթներ եւ նաեւ Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին։ Փաստաթուղթերուն հրապարակմամբ Փաշինյան գճանա ապացուցել, որ մինչև 2018 բանակցություններուն հիմքեր այն դրույթը թե Արցախը պիտի մնա Ադրբեջանի գազմին մեջ։ Արդյոք Փաշինյանի այս բնդումը իրականության կհամապատասխանե։ Միանշանակ ոչ, մենք արդեն տեսանք, որ հրապարակված փաստաթղթերում խոսք է գնում փոխզիջումային տարբերակների մասին, այսինքն հայկական կողմը տարածքային զիջումներ է անում, փոխարենը ստանում է միջազգային երաշխիքներ եւ հանրաքվե անցկացնելու իրավունք առանց որևէ սահմանափակումների հարցադրմամբ հանրաքվե, այսինքն հարցը դրվելու էր կարող է նույնիսկ Հայաստանին միանալու, ոչ թե անկախություն ստանալու, այլ նաեւ Հայաստանին միանալու հարցադրում լինել եւ ինչ որոշում կայացներ Արցախի բնակչությունը, այդ հանրաքվեով դա պարտադիր իրավական ուժ էր ունենալու եւ նաեւ միջազգային ճանաչում էր ունենալու, այդ թվում երաշխավորված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Իհարկե տարածքային զիջումներ բավական ցավոտ էին այդ փաստաթղթերում, բայց իմ խորին համոզմամբ եւ դրա մասին վերջի շրջանում շատ եմ առիթ ունեցել խոսելու, բանակցային գործընթացը կազմված էր այնպես, որ որևէ տարածքային զիջումներ իրականում վերջին հաշվով չլինեին եւ ժամանակ ունենայինք պետություն ամրապնդելու, պատրաստելու հնարավոր հերթական մարտահրավերներին եւ դրա համար չստանալ միջազգային հանրության մեղադրանքներ, այսինքն որպեսզի բանակցությունների տապալման կամ չամբողջացնելու պատասխանատվությունը ամբողջությամբ մգներ Ադրբեջանի վրա։ Եվ այդպես էլ կար, օրինակ նույն Ադրբեջանը, որպեսզի կարողանար Արցախում հանրաքվե կազմակերպել, ըստ իրենց օրենսդրության ստիպված էր սահմանադրություն փոխել։ Ալիևը հասկանում էր, որ այն պահից սկսած, երբ որ նա գնար սահմանադրության փոխելու ճանապարհով, դա լուրջ խնդիրներ էր առաջացնելու երկրի ներսում եւ շատ հնարավոր է, որ ինքը դա չկարողանար անել։ Դրա համար մշտապես անցած 30 տարիների ընթացքում բանակցային գործընթացի տապալման կամ ձախողման մեղքը վարդվում էր հենց Ադրբեջանի վրա։ Ի վերջո 2019-ին հրաժարելով բանակցություններեն Փաշինյանի հայտարարած զերո գեդը ինչ է։ Ուրգեան պիտի վարեր բանակցությունները։ Այս մասին որևէ փաստաթուղթ գոյություն ունի։ Փաշինյանը իր բանակցած փաստաթղթերից որևէ մեկը չի հանրայնացրել։ Ի հակառակ իր խոստմանը, ժողովրդին տրված խոստմանը, որ ոչ մի բան գաղտնի չի անելու։
Ճիշտ հակառակը, նա նույնիսկ գաղտնի է πάρել 2019 թվականին Մինսկի խմբի համանախագահների կողմից ստացված առաջարկները, որը նույնիսկ երկար ժամանակ մերժում էր, որ այդպիսի բան եղել է։ Բայց ես դες ասեմ, որ ոչ մի զորական կետից էլ չի սկսել։ Ճիշտ հակառակը, այստեղ մի քիչ պարադոքսալ իրավիճակ է։ Այսինքն այն փաստաթուղթը, որը բանակցում էին նախկին իշխանությունները եւ որը ընդունելի չէր նախկին իշխանությունների համար, բայց ինչպես արդեն ասացի, դիվանագիտությունը այնքան հմուտ էր կառուցված, որ դրա պատասխանատվությունը ընկնում էր Ադրբեջանի վրա, Փաշինյանը ըստ էության կատարել է հենց դա ու մի բան էլ ավելին, այսինքն եկել է եւ սկսել է հանձնելու process-ը առանց այդ հանրաքվեի, առանց մնացած այլ դրույթների վրա ուշադրություն դարձնելու։ Եվ որպեսզի իրեն ոչ մեկ չմեղադրեր դավաճանության մեջ, դա արել է այսպես կոչված ճշմարտանման ճանապարհով։ Պատերազմ է ստացել, հասել է պատերազմի եւ պատերազմի միջոցով սկսել հանձնել այդ տարածքները։ Ընդ որում, ինչպես արդեն ասացի, առանց ուշադրություն դարձնելու, որ այն բանակցող փաստաթղթում այլ դրույթներ էլ կային, որտեղ Արցախի նախկին լղիմ տարածքում պետք է հանրաքվե իրականացվեր եւ այլն եւ այլն։ Ալիևը միջազգային հանրությունը ոչ ոք չէր սպասում, որ պաշտոնական Երևանը կարող է այդքան զիջումների գնալ եւ փոխարենը ոչինչ չպահանջել։ Դրա համար պատերազմի ընթացքում արդեն, երբ որ պարզ դարձավ, թե ինչ է անում Փաշինյանը, ադրբեջանական կողմը սկսեց իր առավելապաշտական պահանջներով առաջ գնալ եւ ստացավ շատ ավելին, քան երբևէ բանակցվել էր, քան երբևէ կարող էր հույս ունենալ։ Շնորհակալություն այս շահեկան հարցազրույցին համար։ Հարգելի ակնթիրներ, մեր հյուրն էր Ոսկանաբադ վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյան։ Այսպիսով մեր լրատվությունը կհասնի իր ավարտին։ Հարաճիգա շաբաթ կհանդիպինք։ Ցտեսություն։